թույլ չեն տալիս Փաշինյանին մոտենալ։ Ես մոտեցա, թույլ չեն տալի, բայց մոտեցա։ Թեմից կդրի մոտեցա, պարոն Փաշինյանը ցնցան, թե դատարանը գիտի։ Իսկ Փաշինյանի խոսույթի մասին ինչ կասեք, ընդդիմության մասին խոսելիս ասում է լակոտներ, համբալներ, կզացնելու եմ ձեզ, պատասխան եք տալու։ Ով ադենցում։ Փաշինյանն է ասում։ Էդենց բան չեմ լսել, այ մարդերից ու բան ինչա։ Այդ մարդու հետևից ընկած են, քուտունը շիվի նրա հետևից ընկած են։ Փաշինյանի հետ։ Հապա։ Ով է ինքս։ Տնտիմությունով։ Են Քևորքյանը ազգը ինչա մեկեմ կա Հալստյանը, Քևորքյանը այդ կնիգը, Աննա ինչանա մեկել են կարմիր մազերովը, Ագնեսյան։ Երգսին էլ տանեն շինեն չոբան։ Տեսեք, մենք տաշիրում ենք, օրինակ Սամվել Կարապետյանի ծննդավայրն է սա, իր մասին խոսելիս ասում է կալուգացի օլիգարխ, սատկացնելու եմ քեզ, ուզենալու ես Հայաստանից փախնել։ Էնի վարչապետը ինչ ուզենա քսի նրա վրեմ, ոչ մեկն էլ չի կարա։ Ուսյո։ Բայց ձեզ համար ընդունելի է այդ խոսույթը։ Իմ համար ամեն ինչն էլ ընդունել է։ Սամվելն էլ, Կարապետյանն էլ լավ է, իմ համար են էլ լավ։ Դուք ում եք ընտրելու։ Այդ ես գիտեմ։ Էդի ես պետք է սակոնի ընդրեմ։ Որ իմ քրիժեն տվեց ծերի օպերացիա։ Հայաստանի քարտեզն է, այս քարտեզը առանց Արցախի է։ Ձեզ համար ընդունելի է քարտեզը այդ։ Տխի չստեցել օրեղնի շնորհակալ ենք։ Թե չես էլ ծերներից կառնեն։ Ասում է Արցախից փախածն է, դուք ինչի եք ողջ, պետք է զոհված լինեիք։ Արցախը բալաջան, Կերտասաղ Երևան գայդնեց որ 2006 թվին Արցախը վաճառել են Սերժը, Քոչողլին, Լևոնօղլին, Վազգեն Մանուկյանը, Պուտինը, այդ դրանք տվեցին։ Իսկ հիմա խաղաղություն կա։ Խիչ կա։ Բայց չեցի խաղաղություն չկայնացենք, ոչ մեկից ծեր չենք։ Փաշինյանը ասում է, եթե ինձ չընտրեք, պատերազմ է լինելու։ Չի, սուտ է։ Փաշինյանի պես խաղաղ մարդ չկա, խաղաղություն է սիրում նա։ Դուք համաձայն եք այդ վարկածի հետ։ Ես ինչ որ պետներ ես տեսեցի։